մեծ խորհուրդ ունի այսօրվա օրը հայության համար, հայազգի համար, եկեղեցին մեր պետականությունն է, եկեղեցին մեր պատմությունն է, եկեղեցին մեր ամեն ինչն է, պետք է պահենք ու պահպանենք, եկեղեցուց է սկսվում մեր երկիրը, ընդ երկիրը։ Թիրախավորմանը ինչպես եք վերաբերում, վեհափառի եկեղեցուն այս առումով ինչ կաս։ Շատ վատ, ամեն մեկը թող զբաղվի իր գործով, չեմ ուզում այս սուրբ տեղը ուրիշ բան խոսալ։ Շատ վատ բանի կա հասնել, կործանման, չի կարելի այսպես վարվել մեր եկեղեցու, մեր պատմությամբ, չգիտեմ, շատ։ Եթե մարդ գնում է ուրիշ թշնամու երկիր, ուր է գնում, մզկիթ, իր տեղը ընտեղ է, մեր տեղը ստեղ է, թող ամեն մեկը լինի իր տեղում։ Հոգևոր զարթոնք ենք ապրում, դրա համար էլ այս հալածանքները, այս ամեն ինչը մենք էլ պատվով ենք տանելու, ինչպես մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պատվով հաղթահարեց եւ լուսավորեց մի ողջ եթանոս ազգ, մենք էլ պարտավոր ենք մեր լուսավորչահիմը եկեղեցին ամուր եւ հաստատուն պահել։ Նկատի ունեք հարձակումները իշխանությունների կողմից։ Ես նկատի ունեմ բոլորի կողմից։ Աշխարհում այսօր չարի եթներգործությունները շատ են, բայց մենք միշտ հաղթանակած ենք դուրս գալիս։ Աստված ողորմի մեր ազգին, նորից իջնի, նորից մեզ այցելի, չնայած չեմ էլ կասկածում, որ Աստված ներկա է հիմա մեզ բոլորիս մեջ, որովհետև մենք այն աշխարհի Քրիստոսա հավատ կորիզնենք, հայ ժողովուրդը կորիզնենք եւ հավատում եմ, որ հայ եկեղեցին, մեր Սուրբ Էջմիածինը հաստատուն կմնա մինչև Տիրոջ երկրորդ գալուստը։ Թիրախավորումը պատահական է համարել։ Ես չեմ սիրում, չեմ սիրել, չեմ ընդունում իրանց, չեմ էլ ուզում կենտրոնանամ իրանց ասացի վրա։ Ամեն մարդ վաղը մյուսօր դատաստանի առաջ է կանգնելու։ Մտածի, բերանից դուրս եկածով պետքա դատվենք։ Ամեն մարդ հո մտածի, որովհետև բոլորս մահկանացուներ ենք, ոչ մեկ հավիտենական չէ, ոչ իշխանություն, ոչ պետություն, մենակ Աստված հավիտյան։ Հավիտենական դատավորի առաջ են կանգնելու։ Բոլորը մտածեն իրանց մասին, իրանց հոգեփրկության մասին։ Եկեղեցում թիրախավորողը ինքը պետք է նզովյալ լինի, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Մենք ենք մեր եկեղեցու տերը, մեր հավատքի տերը։ Դե վեհապարին թիրախավորողը ուրեմն ինքը էլի եմ ասում, նզովյալը։ Մենք եկեղեցու կողքին ենք, եղել ենք կանք ու միշտ կլինենք։ Նախ ասեմ, որ Էջմիածինը մեր սուրբ քաղաքն է, այսօր Էջմիածինի տոնն է։ Հավատացյալ ժողովրդին կասեմ, թող երբեք չհեռանան Աստծուց, փառաբանեն Աստծուն։ Մեր ինքնությունը հաստատելու շնորհ ունի։ Մենք մեր եկեղեցու կողքին ենք, հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր տաճարն է սա մեր ինքնությունն է։ Վերջին շրջանում թիրախավորվել են եկեղեցականները, նաև անձամբ վեհափառին են թիրախավորում։ Այս առումով ինչ կասեք։ Գիտեք ինչ, վեհափառը դա ինստիտուտ է, դա հայ առաքելական եկեղեցու ինստիտուտն է, սա անձի խնդիրը չէ։ Իմ կարծիքով ես այդպես եմ մտածում, ով ուզում է լինի անձը չի այստեղ խնդիրը, դա մեր հայ առաքելական սուրբ եկեղեցու վեհափառն է։ Մենք խոնարհում ենք իրեն։